Գիրք Եզեկիել, գլուխ 35. Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, երեսդ Սեիրսարին դարձրու, և մարգարեացիր նրա մասին, և ասիր նրան. այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես քեզ դեմ եմ, ով Սեիրսար, և մեկնում եմ իմ ձեռքը քեզ վրա, և ես քեզ ամայի ու ամայացած պիտի անեմ, քո քաղաքները ավերակ պիտի անեմ, և դու ամայի պիտի դառնաս, և պիտի գիտենաս, որ ես եմ Տերը, որովհետև դու մշտնջենական ատելություն ունիս, և Իսրայելի որդկանցը սուրի ձեռք մատնեցիր նրանց պատուհասի ժամանակին, անօրենությունը ծայրին հասած ժամանակին։ Դրա համար կենդանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ քեզ արյուն պիտի անեմ, և արյունը պիտի հալածե քեզ, ըստ որում դու արյունը չատեցիր, արյունն էլ պիտի հալածե քեզ, և ես Սեիրսարը ամայի ու ամայացած պիտի շինեմ, և նրանից պիտի փչացնեմ անցնողն ու դարձողը, և պիտի լցնեմ նրա սարերը նրա սպանվածներովը, և բլուրներիդ ու հովիտներիդ և բոլոր ձորերիդ մեջ պիտի սրով սպանվածներ ընկնեն, և քեզ հավիտենական անապատներ պիտի շինեմ, և քո քաղաքները պիտի չբնակվին, և դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը, որովհետև դու ասեցիր, թե այս երկու ազգերը և այս երկու երկիրները իմն են լինելու, և մենք պիտի տիրենք նրանց, թեև Տերը այնտեղ էր։ Դրա համար կենդանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ պետք է անեմ քո բարկության և քո նախանձի համեմատ, որ ի գործ տրիր նրանց ատելիս, և ես պիտի ճանաչվիմ նրանց մեջ, երբ որ կանեմ քո դատաստանը, և կգիտենաս, որ ես Տերս լսել եմ քո հայհոյանքները, որ խոսեցիր Իսրայելի սարերի դեմ, ասելով. ավերակ եղան, մեզ տրվեցան իբրև ուտելիք, և դուք հպարտացաք ձեր բերանովը ինձ դեմ, և ձեր խոսքերը շատացրիք ինձ դեմ, ես լսել եմ։ Այսպես է ասում Տեր Եհովան. բոլոր երկիրը ուրախանալիս քեզ ավերակ պիտի անեմ, ինչպես որ դու ուրախացար Իսրայելի տան ժառանգության վրա, երբ որ նա ավերակ եղավ, այնպես էլ պիտի անեմ քեզ, դու ավերակ պիտի դառնաս, ով Սեիրսար, և ով բոլոր Եդովմ, և կիմանան, որ ես եմ Տերը։